Շնորհակալություն հրավերն ընդունելու համար, թեմաներ ենք առանձնացրել, թերևս սկսենք վերջին գագաթնաժողովից, ինչը կառանձնացնեիք, խնդրեմ։ Եղև շնորհակալություն, իրոք թվում է այդ ամբողջ տոնական հրավառությունը առանձին այսպես դրվագներով, որը ցույց տվեց, թե ժողովուրդը որքան կարող է խանդավառվել, հավատալ, որ Հայաստանում վերջապես այսպես հայտնվել են հնարավոր ռազմավարական գործընկերներ եւ դեպի Եվրոպա տանող ճանապարհը արդեն այսպես սալարկված է եւ ուղիղ է, ազատվել է իր ոլորաններից, բայց արդեն մի քանի օր անցել է եւ արժե իսկապես վերլուծել եւ հասկանալ, թե իրականում ինչ տվեց այդ աղմկոտ գագաթնաժողովը, ինչու եմ ասում աղմկոտ, որովհետեւ ուղեկցվեց այսպես ռազմավարական հաղորդակցության, այսինքն PR տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ, որին մասնակցեցին նաեւ եվրոպական այդ գրեթե 5 տասնյակի հասնող պետությունների ղեկավարներ, պատվիրակության անդամներ, ընդ որում բավական այսպես բարձրաստիճան անդամներ, մեզ մոտ եկան վարչապետներ, նախագահներ, տարբեր կառույցների ղեկավարներ, վերլուծելով եւ իրականում հանգիստ այսպես, երբ որ հուզական ալիքը իջնում է, միշտ գալիս է ողջամտության ալիքը։ Այսինքն փորձենք անկողմնակալ հասկանալ, որ նման մեծ իրադարձությունը իրականում վերջապես ընձեռվել էր, ես նկատի ունեմ վերջապես այդ հետպատերազմական եւ հատկապես Արցախի էթնիկ զտման եւ ցեղասպանական գործողություններից հետո, թվում է թե Հայաստանին ընձեռվել էր մի հրաշալի անզգյուտ հնարավորություն բարձրաձայնելու իր խնդիրները, որոնք 23 թվականից հետո ահագնանում են եւ եվրոպական տերությունների, որոնք փորձում են մրցակցել Միացյալ Նահանգների հետ, փորձում են ապացուցել, որ Եվրոպան եւս նոր աշխարհակարգում իր գործուն մասնակցություն է ունենալու, ընդ որում նրանց հետ նաեւ Մեծ Բրիտանիան, գիտեք, Սթարմերի հետ եւս մենք Հայաստանը ավելի շուտ ստորագրեց այսպես ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, կարելի է ասել այդ նման Բուլղարիան, նման փաստաթղթերի առկայությունը եւս ստեղծեց PR հրաշալի հետագիծ, թե տեսեք հիմա Հայաստանը քանի ռազմավարական գործընկեր ունի։ Եվ այստեղ գիտեք ամենա այն վտանգավոր կամ զգուշացնող զանգը հետեւյալն էր։ Երբ դու ունես մեկից ավելի արդեն 5-6 ռազմավարական գործընկեր եւ ստորագրված փաստաթուղթ, իրականում դա նշանակում է, որ դու չունես ոչ մի ռազմավարական գործընկեր, այլ ունես այսպես ցեվական ինչ որ փաստաթղթեր, որովհետև ռազմավարական գործընկերները չեն կարող լինել այսպես երկուսից ավելի եւ ամենակարևորը նրանք չեն կարող սփռված լինել այդպիսի տարբեր դաշտերում, ինչպես օրինակ գիտեք նման փաստաթուղթ ունեինք եւ այն գործում է Ռուսաստանի հետ, հետո այն ձեռք բերեցինք Միացյալ Նահանգների հետ, հիմա Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Թագավորության հետ, այնտեղ գալիս են նաեւ փոքր երկրներ, ինչպես Բուլղարիան է։ Հիմա այդ գիտենք, որ եվրոպական պետությունների վերաբերմունքը եւ ամբողջ այդ հակառուսական մեծ ալիքը, որ կար, ցույց էր տալիս, որ Եվրոպան չի գնում նրանց հետ միասին։ Բայց ռազմավարական գործընկերության փաստաթղթերը անընդհատ պարբերաբար ավելանում են, իրականում չտալով ռազմավարական կամ իրական տեղաշարժ մեր անվտանգային համակարգում եւ ըստ էության եկեք արձանագրենք, որ Հայաստանի անվտանգային համակարգը, ինչպես մի անգամ կարծես ձևակերպեց ազգային ժողովի խոսնակ համարվող եւ այդ պաշտոնը առայժմ զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, որ մեր խաղաղության եւ անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, ճիշտ է, հավուր պատշաճի այսպես դիվանագիտական
վարքականոնը պահելու համար նշեց նաև մենք էլ Ադրբեջանի երաշխավորն ենք, իհարկե ադրբեջանական մամուլում ես հատուկ հետևում էի, առանձնահատուկ հեգնանքի առաջացավ, հեգնանքի ալիք էլի առաջացրեց եւ նրանք արձագանքեցին, թե Հայաստանը, այսպես ասած, այդպիսի բազում պարտություններից հետո անգամ իր երաշխավորը չի կարող լինել, բայց այդուհանդերձ եկեք նայենք իրականությանը, ներկա գործող առայժմ քաղաքական վարչակազմի, այսինքն քաղաքացիական պայմանագրի ապահոված եւ առանց ռազմական բախումների կամ տնտեսական կայունության իրական երաշխավորը Ադրբեջանն է եւ դրա ցուցիչը նաեւ այսպես պարբերաբար Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Ադրբեջան, Վրաստան, Հայաստան այդ երկաթգծով եկող բեռներն են, որոնց հավելվեց արդեն նաեւ Ադրբեջանից այստեղ ներկրվող ըստ երևույթին Ռուսալ Արմենալ ընկերության համար ալյումինի այսպես հումքներ եւ նաեւ տարբեր տեսակի հիմնականում իհարկե անասնագերի համար նախատեսված հացահատիկի արկայությունը եւ Ռուսաստանից իհարկե այստեղ ներկրվող բենզինի խմբաքանակները, որոնք դառնում են պարբերական, այսինքն երկշաբաթյա ընդմիջումով գալիս են այստեղ տարբեր այդպիսի գնացքներ։ Իսկ գիտեք, որ ամեն դեպքում եւ էներգակիրները եւ նաեւ նոր հիմա եկող Ռուսաստանից եկող, բայց Ադրբեջանի տարածքով ցուցիչը դա է, անընդհատ տարփողվում է գարունն է, գյուղատնտեսական աշխատանքների այսպես մեկնարկն է տրվելու, Ադրբեջանից մեզ մոտ գալիս է պարարտանյութ, գալիս է անասնակեր, գալիս են էներգակիրներ, գալիս է միակ աշխատող այդ ռուսական Օլեքսերի Պասկոին պատկանող ձեռնարկության համար ինչ որ ալյումին, չնայած դրանից առաջ ալյումինի պակաս այնպես չէ, որ այստեղ կար, բայց Ադրբեջանի ճանապարհով գալիս է։ Ուստի հավուր պատշաճի արձանագրենք, որ քաղաքացիական պայմանագրի վարչակազմի տնտեսական եւ այսպես քաղաքական անվտանգության երաշխավորը կարծես իրապես դառնում է հենց Ադրբեջանը։ Թուրքիայի առումով նշենք, որ Թուրքիան չի հանձնվում եւ որքան էլ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի խոսնակը փորձի նրանց այսպես ասել, թե դուք գերի եք դարձել եւ ամեն ինչ շահ կապում եք Ադրբեջանի հետ, ինչպես տեսնում եք Սերդար Քլչի եւ վերջին այցը հենց այս գագաթան ժողովին ցույց տվեց, որ Թուրքիան չի փոխելու իր դիրքորոշումը։ Առավելագույնը, որ կատարվեց, անի հինավուրց պատմական կամրջի այսպես վերակառուցման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումներ, բայց եկեք անկեղծ լինենք, արդեն քանի տարի այդ փաստաթղթի մասին խոսում են, բայց անի կամուրջը ինչպես ավերված եղել, այնպես էլ մնում է։ Բացի դրանից այդ կամուրջը ընդամենը ունի զբոսաշրջային եւ պատմամշակութային ազդեցություն, Թուրքիայի վերանորոգումն էլ գուցե նաեւ այսպես ինչ որ քայլ է առեվրոպական, եթե կայանա, առեվրոպական պետություններ, թե տեսեք մենք վերանորոգեցինք այսպես Սուրբ Խաչ եկեղեցին եւ մենք իբրև թե քաղաքակիրթ պետություններ ենք, չնայած երբ անհրաժեշտ է Թուրքիայի նախագահը խոսում է նաև այն մասին, որ իրենք ինչպես Հայաստանին ոչնչացրին եւ Ղարաբաղը փաստորեն հանձնեցին Ադրբեջանին, այդպես էլ իրենք կարող են պատասխանել եւ Իսրայելին եւ մյուս պետություններին։ Այսինքն Թուրքիան մնում է անհողդողտ, ինքը չի ստանձնում անվտանգային այդ որոշակի երաշխիքներ ընձեռողի դերը, որի մասին ակնհայտ էր եվրոպական այս գագաթաժողովից միշտ մտածում են քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները, երևի ի գլխավորություն Ռուբեն Ռուբինյանի, նրանք չեն տրվում,
այսինքն դիվանագիտական այդ բոլոր փորձարկումները, քայլերը, այսպես օտար բառով ասենք, որտեվ հայերեն կքանիստը մի քիչ այլ կերպ են հնչում, բայց իրականում այդ կքանիստները, ռևերանսները դեպի Թուրքիա ոչ մի արդյունք չեն տալիս։ Եվ քաղաքացիական պայմանագրի գործունեության իրական երաշխավորը Ադրբեջանն է, որը պարբերաբար իր տարածքով թույլ է տալիս այսպես այդ տարանցիկ բեռների արկայությունը, միաժամանակ սակայն փակելով Հայաստանից դեպի Ադրբեջան ինչ որ հայկական արտադրանքի արտահանման բոլոր փորձերը։ Հիմա գագաթնաժողովը այդ հատվածով, բայց մենք իրականում ինչ էինք սպասում, չէ, եվրոպական պետությունների կողմից մեզ համար խիստ մեծ կարևորություն ունեցող հարցերի գոնե մասնակի առաջ մղում։ Բայց տեղի ունեցավ այդ առաջմղումը, ոչ։ Եվ այստեղ գիտեք ես ինչ հիշեցի, օգոստոսին, երբ Դոնալդ Թրամփի հետ ստորագրվում էր այդ հետագայում Թրամփի ուղի կամ TRIP անունը ստացած փաստաթղթի նախաստորագրումը, հուշագիրը, այդ ամբողջ գործունեությունը, ոգևորությունը, երբ նաև Նիկոլ Փաշինյանը այսպես պահում էր այդ փաստաթղթի թղթապանակը, հպարտանում էր, սկզբից իրեն էր ծածկել, հետո տեսավ, որ պետք է թղթապանակը մի փոքր այն կողմ տանել, եւ ինչ ոգևորություն էր, որ տեսեք, Ամերիկան կգա, կօգնի, գումարներ կգան, եւ վերջերս էլ երբ J.D. Vance-ը այցելեց Հայաստան, հույսեր կային, որ ինչ որ ռեալ ներդրումներ կարվեն եւ այլն, սակայն մենք տեսնում ենք, որ իրականում ոչինչ էլ տեղի չունեցավ։ Փաստաթուղթ էր ստորագրվեց, դրվեց համապատասխան գզրոցներում եւ իրականում հիմա Ամերիկան գրեթե կարծես չի էլ զբաղվում այդ TRIP-ի մշակման իրական հիմքերի դրմամբ, դրա փոխարեն այդ խնդրով մտահոգ եւ ռեալ գործունեություն է ծավալում Ադրբեջանը եւ Թուրքիան։ Այսինքն TRIP-ից նրանք ստացան գործնականը, իսկ մեզ մնաց միայն հանդիսավոր տոնականը։ Ցավոք այս գատնաժողովում էլ կարծես մեզ մնում են միայն տոնական այդ դափնիները եւ երևի պատմական հիշողություն դարձող այն նկարները, որ հաջողացրին Հայաստանի Հանրապետության որոշ քաղաքացիներ անգամ իրենց երեխային Մակրոնի գիրկը տալ եւ նրանց հետ նկարվել։ Նկարվելուց անդին կարծես կրկնում ենք այդ նույն ճանապարհը։ Փաստաթղթեր, խոստումներ եւ մեր լսարանի օգտագործում հանուն սեփական շահերի, իսկ գործնականում ոչինչ։ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում իրական բառը, չէ, եւ այն շահարկում է, չգիտես ինչու դնում է Հայաստան բառի Հայաստան պետության կողքին իբրև որոշիչ, այնինչ դա շատ վտանգավոր է, էլի պետությունները միշտ են իրական, իրենց անգամ, չգիտեմ, կապիտուլացված կամ տարբեր իրավիճակներում գտնվող վիճակով, եւ պատմությունն էլ է իրական, որովհետեւ նա փաստագրված է, բայց փաստորեն այս իրական բառը ցույց է տալիս, որ իրական գործեր, իրական ներդրումներ, իրական առաջընթաց դարձյալ մեզ բաժին չի ընկնում։ Բայց շտապեմ արձանագրել իմ կարծիքը, դրա մեղավորը ոչ այնքան եվրոպական պետություններն էին, որոնցից ես կարծում յուրաքանչյուրը լավագույնս իր արժև դրված նպատակը իրագործեց, այլ Հայաստանի իշխանությունը, որը բացարձակ չօգտագործեց այդ առիթը։ Բացարձակ միլիմետր անգամ չշարժվեցինք դեպի մեր խնդիրների լուծում եւ դեպի այսպես եվրոպական ժողովրդավարության ճանապարհ, այլ ճիշտ հակառակը։ Ակնկալում էինք, որ այդ գագաթնաժողովից հետո ոչ թե ինչ որ թղթեր կստորագրվեն, այլ իրապես պարզ կդառնա թիվ 1 հարցը, մեր գերիների խնդիրը, անհետ կորածների վերաբերյալ գոնե ինչ որ տեղեկատվության ձեռքբերումը եւ մեր սահմաններին իրական երաշխիքների, այսպես միջազգային երաշխիքների ապահովումը, Ադրբեջանում վայրագորեն ոչնչացվող հայկական մշակութային ժառանգության ցեղասպանության կասեցումը։ Բայց դա ոչ միայն տեղի չունեցավ, այլ հակառակը։ Տեսեք, Ֆրանսիան օգտագործեց իր նպատակների համար, դա այդպես հակառուսականության քարոզներ, եւ իհարկե կարելի է ասել վարպետաց դաս
հոտար բառով ասած մաստեր կլաս ցույց տվեց Զելենսկին, թե ինչպես կարելի է օգտագործել իր համար բացարձակապես այսպես թշնամական, մենք իրոք Զելենսկու համար թշնամական պետություն ենք, որովհետև ամբողջ 44 օրյա պատերազմի ընթացքում ինքը բացարձակ աջակցել է Ադրբեջանին եւ առաջին Ադրբեջանին շնորհավորող պետություններից մեկն է եղել, իբրև նաեւ Իսրայելի գործընկեր, զենքեր է մատակարարել տարբեր Ադրբեջանին, այսինքն մեր հանդեպ դրսևորել է բացարձակ թշնամական վերաբերմունք, բայց ինքը եկավ օգտագործեց այդ գագաթնաժողովի քաղաքական համայնքի մեծ հավաքի հնարավորությունը, Ռուսաստանին ուղղեց տարբեր կարգի սպառնալիքներ, ընդ որում այն Ռուսաստանին, որի հետ մենք ունենք տնտեսական մեծ համագործակցություն եւ ինչպես ՔՊՆ-ը ասում, այսպես շատ լավ հարաբերություններ, նրանց սպառնաց եւ հեռացավ, այսինքն բոլորը լուծեցին իրենց խնդիրը բացի մեզանից եւ լավագույնս Զելենսկու հետ միասին ես կարծում եմ Զելենսկին, Մակրոնը եւ Իլհամ Ալիևը հրաշալի օգտագործեցին Երևանում գումարված եվրոպական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Ալիևի ցինիզմը եւ բացարձակ հետևողականությունը հանգեց նրան, որ առցանց միանալով այստեղ նա փաստորեն եվրոպական բոլոր պետություններին ցույց տվեց իրենց տեղը, նսեմացրեց նրանց ասած ակնհայտ, ինչպես սոցցանցում գրել էի, գիտեք, Գինեսի գրքում գրառելու թերևս այո գրի առնվելու մակարդակի ստեր, թե իբրև իրենք ստիպված են եղել իրագործել ՄԱԿ-ի բանաձևերը, այսինքն իբրև ՄԱԿ-ը բանաձևերը ընդունել, որով Հայաստանը ճանաչվել է ագրեսոր եւ իրենք այդ ագրեսորին իրենց տարածքից դուրս են բերել, դրանք ակնհայտ ստեր են եւ դիվանագիտության հետ առնչվող ցանկացած մարդ գիտի, որ ՄԱԿ-ի ոչ մի բանաձևով Հայաստանը ագրեսոր չի ճանաչվել, դեռ հակառակը Ադրբեջանից են պահանջել իրենց զորքերը դուրս քաշել Մարտակերտից, Արցախի այսպես պատկանող Մարտակերտից, բայց դրա մասին ոչ ոք չի խոսում։ Հիմա PR-ի ժամանակներն են, ռազմավարական հաղորդակցությունների ժամանակները, երբ կարելի է ասել ցանկացած սուտ եւ քեզ հաճոյացող ինչ որ խամաճիկային բազմությունը եւ իշխանությունները կարող են լռելի այն ժպիտով լսել եւ շնորհակալություն հայտնել։ Եվ իհարկե այդ ամբողջ եռյակի մեջ կենտրոնում կանգնած Նիկոլ Փաշինյանն էր, որը ակնհայտորեն ժպտում էր, մեծ բավականություն էր ստանում եւ բացարձակ չէր հակադարձում Հայաստանի վերաբերյալ, հայ ժողովրդի վերաբերյալ ասված ստերին, նախոր Մակրոնի ստին, որ Հայաստանը արբանյակ պետություն էր, Հայաստանը երբեք արբանյակ պետություն չի եղել, Արցախյան առաջին պատերազմն էլ ցույց է տալիս, որ մենք արբանյակ պետություն չենք եղել։ Հիշում եք Գետաշենի եւ Շահումյանի անկումը, այն ժամանակ այո խորհրդային ըստ էության ռուսական բանակը դա հանձնեց Ադրբեջանին եւ մենք Արցախը ազատագրել ենք մեր ջանքերով եւ այո այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի Ղարաբաղ կոմիտեի եւ ամբողջ հայ ժողովրդի Արցախյան շարժման այդ ալիքի վրա ձևավորված Հայաստանի անկախ հանրապետության ռազմական ուժերի եւ քաղաքական դիվանագիտական հզորության շնորհիվ եւ այն պահել ենք 2016 թվականի ապրիլյան պատերազմում էլ հաղթել ենք եւ հենց այս պետություն բազմիցս եկել են Ֆրանսիայի այն նախագահները, որոնք շատ ավելի մեծ հեղինակություն են ունեցել, քան Մակրոնը, որը եթե չեմ սխալվում վերջին հարցումներով ընդամենը 20% հեղինակություն ունի իր իսկ ֆրանսիացիների շրջանակում եւ երևի ապշած էր թե Հայաստանում դեռևս ինչպես էր իրեն հարգում, բայց իրական Հայաստանում էլ իրեն ընդունում էին, իրենք կարծում էին, որ դա այն Ֆրանսիան է, բայց իհարկե մոռանալով պատմական մի դաժան իրողություն կա, ֆրանսիական նավերը այդպես էլ չկարողացան պահել ոչ Մուսալերը, ոչ Զեյթունը, որովհետեւ այնտեղ ճանապարհին լեռներ կան եւ հայկական լեռները թույլ չեն տալիս, որպեսզի ֆրանսիական նավերը մոտենան եւ դրա համար հիմա Մակրոնը լռում էր միայն ինչ որ կեսբերան կարծես խոստացավ Բաքվում բարձրացնել գերիների հարցը, հիմա ինչ արեց, բարձրացրեց ինքը արդյոք այդ հարցը
անհետ կորածների ծնողները, որոնք ապրում են դժոխային իրավիճակում, գիտեն, որ անհատապես կարողացան փաստաթուղթ փոխանցել, ինչ եղավ, ինչ արեց Մակրոնը այդ փաստաթուղթը։ Ոչինչ, որովհետև Հայաստանը ոչինչ չի անում։ Եվ Նիկոլ Փաշինյանը բացարձակ չարձագանքեց։ Միակ արձագանքողը Ռոբերտա Մացոլան էր, այսինքն Եվրախորհրդարանի, թերևս կարող եմ ասել, որ եվրոպական կառույցներից միայն օրենսդիր մարմինը խորհրդարանն է մնացել հավատարիմ եվրոպական ժողովրդավարության եւ միջազգային օրենքի հանդեպ հարգանքի այդ անբեկանելի սկզբունքներին։ Իսկ մնացածները առաջնորդվում են բոլորովին այլ շահերով, կիրառելով բազմակի ստանդարտներ։ Այսօր Հայաստանի բանտերում նախնական կալանքի տակ գտնվում են եպիսկոպոսներ, գտնվում են նաև պարսհայ քաղաքացիներ, որոնց հանդեպ առաջադրված են անհասկանալի եւ տարիներով ամիսներով շարունակ ձգձգվող մեղադրանքներ, միայն այդ պատճառով, որ իրենք ձայն են բարձրացրել եւ եղել են ներկա քաղաքական վարչակազմի, քաղաքացիական պայմանագրի հակառակորդներ եւ ընդդիմադիրներ։ Նրանց բոլորին մեղսագրվում են արարքներ, որոնք ապացուցել այդպես էլ չի հաջողվում։ Այդպես հակակոռուպցիոնի միջոցով թալան, իսկ այն մյուսը պետական կարգի տապալում, ատելության խոսք, ժողովրդավարության մասին էին խոսում, բայց Հայաստանում ամեն օր ատելության խոսք է տարածվում, ազգային այսպես արժեքներին հավատարիմ քաղաքացիների եւ հաստատությունների վերաբերյալ։ Տեսեք այդ ատելության զարհուրելի ալիքը, ատելության խոսքի, որ ամեն օր տարածվում է ամենայն հայոց, ոչ միայն Հայաստանի, ամենայն հայոց վեհափառ կաթողիկոսի հասցեին, Գարեգին II-ի, որին կոչում են իր աշխարհի կանունով, որի վերաբերյալ զարհուրելի տեղեկություններ են տարածում, նույնպիսի տեղեկություններ նրա եղբոր մասին, մյուս արքեպիսկոպոսների վերաբերյալ, իսկ իրենք չեն նկատում դա, ատելության այդ խոսքի տարածումը չնկատեցին։ Եվ միայն, ինչպես ասացի, Ռոբերտա Մացոլան, Եվրոպական խորհրդարանի նախագահն էր, որ պատասխանեց, այո, ունեցավ այդքան արժանապատվություն, պատասխանելու Ալիևին, որ իրենք շարունակելու են հետևել իրենց արժեքներին։ Բայց եվրոպական գործադիր իշխանությունը բացարձակ դրանով չի զբաղվում։ Իսկ Մակրոնը եկավ ժպիտներ սփռեց, ինքը կարծես գնաց անգամ Գյումրի, որի Շիրակի թեմի հոգևոր առաջնորդը Միքայել arczepiskopos Աջապահյանը, որը նաև առողջական ծանր Գողգոթայով անցավ, մինչև հիմա բացարձակ անհիմն մեկուսացված է անգամ հոգևոր ծառայությունից, իրավունք չունի մտնելու եկեղեցու եւ հոգևոր ծառայություն կատարելու։ Այսինքն ես կարծում ինչպես Թրամփի հետ այդ հանդիպումից հետո բարձրացավ հրճվանքի հուզական մեծ ալիք, իսկ հիմա մենք ունենք գործնական գրեթե 0 քայլեր, ցավոք այս գագաթնաժողովն էլ դարձավ, գիտեք, մեծ հնարավորությունները բաց թողնելու կամ փշրելու ահավոր տխուր նախադեպերից մեկը։ Երևի հետագայում քաղաքական եւ դիվանագիտության դասագրքերում կգրվի, թե ինչպես 26 թվականի մայիսի 4-ից 5-ի երկու գագաթնաժողովները չէր կարելի անցկացնել, այսինքն չօգտագործել այդ գագաթնաժողովները սեփական խնդիրը բարձրացնելու համար, այլ ընդհակառակը դառնալ գործիք, որպիսի օտար պետությունները գան եւ անցկացնեն իրենց օրակարգերը։ Նորից հատուկ ուզում եմ անդրադառնալ մեր ամենացավոտ խնդիրներից մեկին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, մեր հայկական արժեքների համար եւ հայոց պետության համար պայքարած հայրենակիցների Բաքվում գտնվելու եւ այնտեղ ըստ էության խոշտանգումների ենթարկվելու փաստի վրա։ Ոչ մի խոսք դրա մասին չհնչեց։ Նիկոլ Փաշինյանը թերևս կարծում է, որ այդ մարդիկ իրեն Հայաստանի Հանրապետությունում կարող են խանգարել կամ փչացնել այն հովվերգական պատկերը, որ ինքը ստեղծել է, թե խաղաղություն է եկել։
ոչինչ չասացին, այնինչ մենք գիտենք, միանալով Ռուբեն Վարդանյանի օրինակին, Արցախի ազգային ժողովի կարճ ժամանակ նախագահ հանդիսացած եւ այնուհետեւ Բաքվի բանտում ապօրինի դատավարության եւ խոշտանգումների ու կտանքների ենթարկվող Դավիթ Իշխանյանը դարձյալ դիմեց Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանուհուն եւ իհարկե դարձյալ զրո արձագանք, որովհետեւ պարզվեց Հայաստանում անգամ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն է վերածվել քաղաքացիական պայքարի գործիքի եւ ինքը պաշտպանում է արդեն ոչ թե մարդու իրավունքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, այլ առերևույթ հիմնավոր մենք ոչ միայն կասկածներ, այլև համոզումներ ունենք, որ ինքը պաշտպանում է միայն քաղաքացիական պայմանագրի, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղեգիծը, անընդհատ թերևս արդարանալով, որ ինքը չունի լիազորություններ, դա բացարձակ անհեթեթ, այսպես պնդում է, ինքը կարող է բարձրացնել իր ձայնը, կապվել, ասում են, այսպես իրենց անվտանգությունը երաշխավորող եւ արդեն ինչ որ բարեկամ չէ, խաղաղասեր երկիր է Ադրբեջանը։ Ինչու նա չի միանում, ինչու չի միանում իր գործընկեր, այսպես ձևակերպենք, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանուհու հետ։ Ինչու, որովհետև թերևս Նիկոլ Փաշինյանից կամ քաղաքացիական պայմանագրի այսպես որոշումներից արդեն իրազեկված է, որ այդ գիծը իրենք առաջ չեն մղում, որ այդ քաղաքացիների խնդիրներով զբաղվել պետք չէ, միայն արտգործնախարարը կարող է ինչ-որ հերթապահ ըստ էության զրոյական ՕԳԳ օգտակար գործողության գործակից ունեցող ինչ-որ հայտարարություններ կատարել։ Բնականաբար այդ նույն ճակատագրին արժանացան բռնի անհետացածները, անհետ կորածները, ոչ ոք նրանց խնդիրներով չի զբաղվում, ոչ ոք։ Արցախում ոչնչացվող մեր մշակութային ժառանգությունն էլ ոչ ոքի չի հետաքրքրում, միայն Ադրբեջանը կարող էր այդպես հոխորտալ, որ իրենք գոյություն չունեցող բանաձևեր են իրականացնել։ Միով բանիվ այդ ամենը այս տխուր գագաթնաժողովի մասին, այսինքն հյուրերը եկան, նվագեցին, երգեցին, արտահայտվեցին, զբոսնեցին, գնացին, իսկ մենք մնացինք նույն ցավոք սրտի կոտրած դաշտակի առաջ։ Եվ փորձենք անդրադառնալ նաև այսպես հենց այս շաբաթ այդ նույն համապատկերում, գիտեք, եվրոպական այդ փայլի եւ պայծառության համապատկերում Հայաստանում իրավապահ ուժերի զարհուրելի այդ եւ ընդհանրապես մեզ մոտ օրենքի հանդեպ, օրենքի կիրառման այսպես հանդեպ օբշեցուցիչ զարգացումների մի շղթայի, որին ականատես եղանք Վեդիում եւ կանխավ ուզում եմ իմ շնորհակալությունն ու հարգանքի հավաստիքը հայտնել Սյուզի Բադոյանին, այն լրագրողին, որը բարձրաձայնեց Վեդիում կատարվող այդ զարհուրելի դեպքերը։ Մեզ մոտ փաստորեն ըստ էության մանկապղծության կանոնավոր պարբերական գործողություններ են կատարվել ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող անչափահաս երեխաների հանդեպ եւ դատախազությունը քննչական մարմինները այդ ամենը թաքցրել է եւ միայն այն աղմուկից հետո որը բարձրացրեց լրագրողը կարծես մենք նկատում ենք որոշակի տեղաշարժ բայց ինչքանով հիմա էլ նկատելի է եւ հարգանքներիս հավաստիք այդ անառակաբար գործողությունների զոհ դարձած աղջիկների փաստաբաններին, որոնք ահազանգում են օրենքի այն բազում խախտումները, որ տեղի են ունենում, եւ թե չեմ սխալվում, այսպես հպանցիկ տեսա, որ հանրապետության վարչապետը, ինչ լրագրողները երբ այդ հարցը տվեցին, ասում էր ինչ է եղել Վեդիում։ Այսինքն իրենք այսպես հրաշալի գիտեն, թե Ադրբեջանի ղեկավարությունը ինչ մեղադրանքներ կարող է մեզ հասցեագրել, համաձայնեն եւ կարող են Թուրքիային անընդհատ, չգիտեմ, դիմել, որ բացեք սահմանները ու անդադ մերժում ստանալ, բայց թե Հայաստանում ինչեր են տեղի ունենում եւ իրավապահները ինչու չեն արձագանքում, այսինքն ինչ թաքնված կապեր կան, օրենքը Հայաստանում դադարել է գործել։ Եվ նաև կուզենայի ավելի խորը գնալ, մենք մի սոցիալնախարար ունենք, Արսեն Թորոսյանը, որը նախկին առողջապահության նախարար եղել, ապա պատգամավոր,
որը իրեն նաև քաղաքական այսպես մեծ ռազմավարի համարում է վերապահում եւ անգամ դատողություններ է կատարում մեր եկեղեցիների ընդհանրապես եկեղեցիների ավերման մասին Ադրբեջանում արդարացնելով դա նրա համար արդեն Արցախը եւ ամեն ինչ Ադրբեջան է այդ քաղաքացին ինչու՞ չի զբաղվել մամուլը նշում է որ այդ ընտանիքը ինքը սոցիալապես խոցելի ընտանիք է եղել դրանից էլ օգտվել են բարերարի անուն ստանձնած մարդիկ ես ուղղում եմ իմ խոսքը Արսեն Թերոսյանին ինչու ինքը չի զբաղվում սոցիալապես խոցելի այդպիսի ընտանիքների հաշվառմամբ եւ նրանց անդամների հատկապես անչափահաս երեխաների պաշտպանությամբ ես կարծում եմ կրթության եւ գիտության մշակույթի եւ սպորտի նաեւ այդպիսի խոշոր միաձուլված կառույցուն ենք չէ նախարարության համապատասխան աշխատակիցներն էլ պետք է հետաքրքրվեին թե ինչ վիճակում են այդ աշակերտուհիները այնտեղ մարզպետարան համայնքապետարան եւ գիտեք արդեն առաջանում են մթին եւ վատ կասկածներ որ կան բազմաթիվ այդպիսի զոհեր որոնք եւ հոգեբանական եւ այսպես առողջական տարբեր խնդիրների պատճառով չեն էլ կարող բարձրաձայնել իրենց հետ տեղի ունեցածը եւ շարունակաբար ենթարկվում են բռնության բայց եթե ինչ որ հիմա ընտրարշավն է, չէ, որևէ այսպես ընտրական շտաբում իհարկե Սափեյանը օրինակ Թալինում կարող է բոլորին ինչ ասես տալ եւ դա ընտրակաշարք չլինի, բայց մարդիկ օրինակ խոստանան աշխատանք ընտրություններից հետո, եթե իրենց ձայն տան, դա դիտարկվի իբրև ընտրակաշարք։ Այ դա մանրամասն կուսումնասիրեն, բայց այդպիսի զարհուրելի դեպքեր անառակաբարո գործողությունների, որ կատարվում են անչափահասների հանդեպ եւ ոչ թե 1-2 անգամ այլ պարբերաբար այդ խնդիրներով ինչ որ ոչ ոք չի զբաղվում այսինքն մեր իրավապահ համակարգը ամբողջ ուժով այդ գլխավորությամբ հակակոռուպցիոն մարմնի միայն միակողմանի ընտրակաշարքներ է տեսնում քաղաքացիական պայմանագրի կողմից կատարվող գործողությունները ընտրակաշարք չեն դիտարկվում այսպես միակողմանի արդարադատություն է միակողմանի ժողովրդավարություն է Հայաստանում հաստատվել Եվ մենք այո ապրում ենք այդպիսի բարդ իրավիճակում եւ միակ հանգուցալուծումը որպես ավարտ որ կուզենայի այսպես ամրագրել դա հետեւյալն է մեր քաղաքացիները պետք է գիտակցեն որ իրենց ընտրությունը չափազանց կարեւոր է իրենք իրենց ընտրությամբ կարող են փոխել Հայաստանում իրավիճակ ստեղծվել է եզակի հնարավորություն գագաթնաժողովի ինձեռած հնարավորությունները ԿՊ-ն բաց թողեց բայց մեր քաղաքացին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացին ընտրության շնորհիվ Հայաստանում մեծ փոփոխությունների հասնելու այդ հնարավորությունը չի կարող եւ չպետք է բաց թողնի Շնորհակալ եմ